Կառավարության հարգելի անդամներ, մեծարգո պարոն վարչապետ, վերջին ամենակարևոր սոցիալական նորությունն այն էր, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրանալու են միջինում 10,000 դրամով եւ սա նաեւ մեր սոցիալական խոստումներից ամենակարևորներից մեկի իրականացումն է։ Ըստ նախարարի 660,000 թոշակառուներից միայն 15,000-ն են դեռևս, որ անկանխիկ եղանակով չեն ստանում իրենց կենսաթոշակը եւ ապրիլի 1-ից բացի այն, որ կբարձրանա կենսաթոշակը, նաեւ մենք ամբողջությամբ անցում ենք կատարելու, այսինքն այլևս կանխիկ տեսքով կենսաթոշակներ ստացողներ չեն լինի, պարոն նախարար կամ գուցե տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար պատասխանի այդ հարցին, ինձ հետաքրքրում է եւ մեծ մասին, մեր հայրենակիցների, հատկապես մարզերում հասանելիությունը, անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնելու, կենսաթոշակներ ստանալու եւ այստեղ որոշակի մտահոգություններ կան։ Ես կխնդրեմ այս մասով փարատեք այդ մտահոգությունները, արդյոք մենք չենք ունենալու մի իրավիճակ, երբ հեռավոր համայնքներում, գյուղերում կենսաթոշակառուները առևտուր անելու, այդ գումարը իրենց կենսաթոշակը ծախսելու խնդիր չեն ունենա։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, համեցեք։ Շնորհակալություն Տիկին Բաթոյան, ես ուզում եմ տեղեկացնել, որ մենք այսօր առավոտյան դրությամբ արդեն ունենք 10,000 քաղաքացի, որ դեռևս չի ընտրել իր վճարման տարբերակը անկանխիկ ձևով, եւ այսօր մեր վերջի օրներ դա թույլ տալու ըստ էության կամավոր կերպով, որովհետեւ մեզ ժամանակ էր անհրաժեշտ համակարգը ամբողջությամբ անկանխիկի անցնելու մինչև ապրիլի 1-ը եւ վաղվանից արդեն ինքնաշխատ եղանակով մոտ 10,000 քաղաքացիներ կբաշխվեն 4 բանկերի միջև, նաեւ աշխարհագրական հասանելիությունը հաշվի առնելով, ինձ հենց ուղիղ մի րոպե առաջ գրեցին, որ 4 բանկի հետ համաձայնագրերը արդեն կնքված են եւ կսկսվի առաքումների գործընթացը եւ բազմիցս նշել ենք, որ որևէ քաղաքացի զրկված չի լինելու իր կենսաթոշակը ստանալու իր իրավունքից, բոլոր քաղաքացիներին առաքումները իրականացվելու են, ավելին մենք նաև մեխանիզմներ ենք ներդրել, որ եթե հանկարծ առաքումը առաջին անգամ ձախողվի, այս կամ այն պատճառով երկրորդ առաքումը տեղի ունենա, այդ թվում էր միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների ներկայությամբ, որը անհրաժեշտ կլինի մեր այն քաղաքացիների համար, որոնք որ այս կամ այն պատճառով չեն կարողանա ինքնուրույն այդ պահին օրինակ ստորագրել, վերցնել եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է անկանխիկ առևտրի հասանելիությանը, մենք բոլորս գիտենք, որ մեր բոլոր տնտեսվարողները պարտավոր են ունենալ պոստտերմինալներ, այսինքն անկանխիկ վճարման տերմինալներ եւ իրավունք չունեն մերժել որևէ քաղաքացուն իրականացնել անկանխիկ գնում ապրանքների կամ ծառայությունների դիմաց եւ մենք բազմիցս երբ որ լսում ենք նման խնդիրներ խնդրում ենք տալ կոնկրետ անուններ տնտեսվարող սուբյեկտների եւ ես հիմա էլ առիթ օգտագործելուց ասում եմ, եթե կա որևէ տնտեսվարող, որը հրաժարվում է մեր քաղաքացիներին վաճառել ապրանք կամ որևէ ծառայություն անկանխիկ ձևով, դա ըստ էության ապօրինի է, իրավունք չունի նման բան տեղի ունենալ եւ մեր այս քաղաքականությունները եւ 20% հետվճարի կենսաթոշակ եւ նաեւ համընդհանուր 2% հետվճարի համակարգը նաեւ դրա համար է ներդրված, որ մեր քաղաքացիները ըստ էության պահանջեն այդ իրանց իրավունքի իրացումը, որի արդյունքում կգոյանան ավելի շատ հարկեր, որի շնորհիվ էլ մենք նաև բարձրացնում ենք կենսաթոշակները եւ նպաստները մեր 660,000 քաղաքացիների, ինչը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, բայց մինչ այդ էլ հիշեցնեմ հունվարի 1-ից բարձրացրել ենք հետ վճարի չափը 20%, 12%-ից առավելագույնը 10,000 դրամի չափով, այնպես որ այս գործընթացները իրար հետ ուղղակիորեն կապված են, անկախտելիորեն եւ այդ անկանխիկ առևտուրը եւս բարձրացումները, որը մենք պետք է խրախուսենք։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան, պարզապես խնդիրը այն է, որ քաղաքացիները կարծում են, որ կենսաթոշակը ստանալուց հետո իրենք պիտի կանխիկացնեն եւ հետո սկսեն ծախսել գումարը։
Հենց սա է մեր խնդրեմը եւ այո ոչ թե մենք պիտի կանխիկացման համար բանկոմատներ ունենանք, այլ բոլոր այն առևտրի կենտրոնները, որոնք ծառայություններ են մատուցում, իրենք պիտի ապահովեն այդ հնարավորությունը անկանխիկ եղանակով, հա, առևտուր անելու։ Իհարկե մյուս կողմից էլ մենք գիտենք, որ գյուղական համայնքներում նաև այդ միմյանցից ինչ որ սնդամթեր կառնելու այդ մշակույթը, այդ սովորույթը կա եւ այդ իմաստով երևի նաեւ խնդիրներ են տեսնում քաղաքացիները, բայց ես ուզում եմ նշել, որ այստեղ խոսքը ոչ թե կենսաթոշակի քարտերի հասանելիության մասին էր, այլ այո անկանխիկ եղանակով առևտուր անելու հնարավորություններ ստեղծելու ես ուզում եմ նաև վստահեցնեք, որ մեր մյուս գործընկերների հետ ոլորտը կարգավորող մենք ամեն ինչ կանենք, որ ապահովենք նաև այդ հավարտեք այն ամենայնիվ։ Տիկին Բաթը մենք իհարկե ամեն ինչ կանենք եւ այստեղ կարեւոր է նաև աջակցելը մեզ թիրախային ասելու թե այդ որ տնտեսվարողներն են, որ օրինակ տարբեր աճպարարություններ են անում, օրինակ ասելով, չգիտեմ, ՀԴՄ այդ սարքս անկանխիկ վերցնող չի աշխատում կամ խնդրում եմ ինձ կանխիկ վճարեք եւ այդպես շարունակ, մենք հասկանում ենք, որ կարող են լինել նման դեպքեր, բայց մեզ նաեւ անհրաժեշտ է օգնություն անուններով թիրախային այդ հարցը լուծելու, որովհետեւ չեն կարող այդ անմեղության կանխավարկածը հերքել եւ ասել, որ բոլոր տնտեսվարողները այդպես են անում, աստիճանաբար վստահ եմ այդ հարցը կլուծվի, բայց նաեւ հենց այդ ձեր ասածը հաշվի առնելով մենք նաեւ ուղղակիորեն բարձրացնում կենսաթոշակներն ու եւ նպաստները 10,000 դրամով, որ եթե այնուամենայնիվ որևէ քաղաքացի կնախընտրի անել առևտուրը կանխիկ, դա կարողանա անել ավելի բարձրացած չափով եւ նաեւ ոչ մեկ չի չեղարկում այդ կանխիկացումը, բայց իհարկե մենք չենք խրախուսում դա։ Նաեւ իրենցի շահերից ելնելով շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար